շատ լավ։ Իոսիֆ Կուբացյան։ Շնորհակալություն, Տիկին Ավետիսյան, քանի որ մրցույթը կայացել է, ես ճիշտ եմ հասկանում, որ այս տրոլեյբուսները նույն տրոլեյբուսներն են, որոնք արդեն շահագործվում են Երևանում եւ հետեւաբար կարելի է հետաքրքրվել այս մրցույթով մեկ տրոլեյբուսի գինը ինչքան է եղել եւ նախորդ նույն տրոլեյբուսը ինչքանով է գնվել։ Պարոն Կուբացյան, այո, մրցույթը կայացել է 15/6-ով գնումների օրենսդրությամբ առանց ֆինանսական միջոցների 45 տրոլեյբուսը արժեցել է 4 միլիարդ 326 միլիոն 300 հազար, այսինքն մեկ արժեքը տրոլեյբուսի 96 միլիոն 140 հազար է, իսկ այդ տրոլեյբուսները պայմանագիրը հոկտեմբերի վերջում կմտնի ուժի մեջ, որի կանխավճարը կտրամադրվի եւ մյուս տարվա մարտ-ապրիլի սկզբին նշված տրոլեյբուսները կգան, շահագործվող տրոլեյբուսների մասին խոսքը չի։ Բայց պարոն Կուբացյանը այլ բան էր հարցում, ասում էր մենք տրոլեյբուս գնել ենք, չէ, ուզում էր հասկանալ այդ նախորդ մեր գնումների գինը ինչ ա եղել, պարոն Կուբացյան, նախկինում երկու անգամ ենք մրցույթ ունեցել, մեկ անգամ հաղթել է Յութոնգը, առաջին անգամ է, եթե չեմ սխալվում, երկրորդ անգամը հաղթել է Ժոնգտոնգը, ես հիշում եմ առաջին անգամ հաղթածը էականորեն այս 96 միլիոնից բարձր էր գինը, եթե չեմ սխալվում, Կասեք, պարոն Արևշացյան։ Առաջի անգամ այդ թիվները տեղից է ֆիքսվել մեր գործընկերների մոտ 2 միլիարդ 100 միլիոն է եղել։ Երկրորդ հատիկինը։ Դե 15-ը 2 միլիարդ 100 միլիոն։ 130 քայլի սրա նախահաշվային գինը։ Հաջորդ տարի մյուս 15-ը արդեն գումարը նվազել է մրցույթի արդյունքում, արդեն Ժոնգտոնգը միլիարդ 530 միլիոն էր, եթե չեմ սխալվում։ Հիմա այս տարի նորից կայացել է արդեն 90 միլիոնով, այսինքն այս ոլորտում փաստացի երկու հիմնական խաղացողները մեկը մյուսին հետո ամեն անգամ հաջորդը ավելի ցածր գին է տվել մեզ։ Արձագանք։ Այսինքն նույն տրոլեյբուսը մի անգամ գնվել է 136 միլիոնով, հիմա գնվել է 96 միլիոնով, ես ճիշտ եմ հասկանում։ Նույն տրոլեյբուսը։ Ես նույնիսկ կարող եմ ասել ոչ թե նույնը, այլ ավելի լավը, պարոն Կուբացյան։ Այսինքն ինչ որ հիմա ենք գնում, ինքը ամենաարդի տրոլեյբուսն է եւ անկեղծ ասած շատ նաեւ զարմացած էինք, որ նմանատիպ ցածր գին ենք ստացել։ Բայց դա դրական բանի մասին է խոսքը։ Չէ, պարոն Աղինյան, այստեղ շատ էական բան կա, որտեղ այստեղ կոռուպցիոն դրսևորում է, կակ մինիմում այս բանը պետք է ուղարկել դատախազություն, որպեսզի ստուգվի ոնց ա եղել, որ համաշխարհային շուկայում գները չի, չէ, ոչ մի բան տեղի չունեցել ու դրուկ 136 միլիոնը դառնում է 96 միլիոն։ Այդ կակ մինիմում դուք այս բանը պետք է ուղարկեիք դատախազություն, որպեսզի հասկանային այս ինչ է կատարվում։ Պարոն Կուբացյան, սա համարենք ձեր արձագանքը, իրականում անկեղծ ասած ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, որովհետև տեսնում եմ ակնհայտ մրցակցություն, բաց մրցակցության արդյունքում համայնքը ուղղակի շահում է, այսինքն այստեղ կա երկու ընկերություններ, իրենք մասնակցել են առաջին անգամ, չգիտեմ առաջին անգամ Ժոնգտոնգը մասնակցել է, թե չէ, երկրորդ անգամ երկուսն էլ մասնակցել են, դա հիշում եմ հաստատ, այդ անգամ Ժոնգտոնգն է ցածր գին տվել եւ հաշվի առնելով ենթադրաբար նախորդ անգամվա փորձը, այս անգամ էլ Յութոնգը էլ ավելի ցածր գին է տվել եւ մենք խրախուսում ենք հավելյալ մասնակիցների ավելացումը մեր բոլոր հաջորդ մրցույթներին։